Անցումային, չանցումային, անցումային, չանցումային։ Ռուսաստանի Դաշնության Կիպրոսի Հայաստանի քաղաքացի գործարար Սամվել Կարապետյանը պարզվում է լինելու է ուժեղ Հայաստանի ոչ թե անցումային, այլ չանցումային վարչապետի թեկնածուն։ Պարզվեց ուժեղները հունիսի 7-ի ընտրություններին նրա դեմքով չեն մասնակցելու որպես ընտրական ցուցակի առաջին համար։ Հիշեցնենք, ընդամենը օրերս նորահայտ այս խմբակը հուժկու տոնով ազդարարեց, թե ուժեղ Հայաստանի վարչապետի իրենց թեկնածուն սահմանադրության հետ խնդիր ունեցող Սամվել Կարապետյանն է։ Բայց որպեսզի նա իրագործի Հայաստանի վարչապետ դառնալու իր ամբիցիաները, պետք է հրաշք տեղի ունենա ուժեղ ձևիստները Մարիո խաղի մարդուկի պես պետք է գլխով աղյուսներ ջարդեն մի շարք սահմանադրաիրավական լեվելներ հաղթահարելով։ Այն է հերիք չի անցնեն խորհրդարան, դեռ խորհրդարանում էլ կարողանան մեծամասնություն ձևավորել, հետո նոր անցնեն Հայաստանի սահմանադրության պերեդիալկային, այն սասեցնելով Կարապետյանի կոմպլեկտացիային։ Եվ եթե ամեն ինչ ըստ իրենց գծած պլանի գնա, ֆորսմաժորային իրավիճակներ տեղի չունենան, չանցումային վարչապետացուն, գիրուկ մարդուկի վերաճած Մարիոյի տեսքով կդառնա անցումային, այսինքն Սամվել Կարապետյանն ու վարչապետի պաշտոնը կգրկեն իրար, ինչպես Մարիոն ու արքայադուստրը հայտնի համակարգչային խաղում։ Իսկ նախքան այդ Սամվել Տաշիչցու վարչապետական ամբիցիաները սպասարկելու համար ուժեղների ցուցակը կգլխավորի հանրապետության թիվ 1 ձևիստը Նարեկ Կարապետյանն ու կհամակարգի բարեգործ հորեղբոր դեմքով ընտրողներին շահագրգռելու, նրանց ոսկի սարեր, պեչենու ծառեր խոստանալու, թևների տակ էլ ձմերուկ, ինչու՞ չէ նաև տանձ, խնձոր, մանդարին դնելու ու շուտով կգա նոր տարին հավաստիացնելու աշխատանքը։ Իդեպ անցումային բառը, որը փաստորեն այժմ էլ հոլովելու է հերթական քաղաքական պրոյեկտի ուժեղ Հայաստանի կողքին, հանրության շրջանում բացասական էմոցիաներ է հարուցում։ Նույնացվում է մի բանի հետ, որը չլինող չիրագործվող է խայտառակության ելքով։ Հիշեցնենք 44-օրյա պատերազմի ավարտից հետո, երբ փողոցում եռում էր հայրենիքի փրկության շարժումն ու պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նորից անցումային բառն էր հոլովում։ Անցումային կառավարության ու վարչապետի թեկնածուն այդ օրերին Վազգեն Մանուկյանն էր, որն ինչպես նաև հիշյալ շարժումը կարճ ժամանակ անց անցան ոչ թե խորհրդարան, այլ պատմության գիրկը։ Նրանց անանցանելի ցանկությունը տուն չգնալ, քանի դեռ տուն չեն ուղարկել ժողովրդի կողմից վերընտրված Նիկոլ Փաշինյանին, նորից օրակարգային դարձավ 2022-ի դիմադրության շարժման օրերին։ Անցումային վարչապետացուի անունն այդ շրջանում շարժմանը միացած քաղաքական ուժերն ու դեմքերը թեև ռիսկ չէին անում հոլովել, սակայն ակնհայտ էր, որ պոտենցիալ վարչապետացուի կարգավիճակում Ռոբերտ Քոչարյանն էր։ Այդ շարժումն էլ յուր պոտենցիալ տեխնացիով փողոցում մի քանի ամիս թրև գալուց զարթնիր լաոք հոգելուց հետո խայտառակ պարտություն կրեց։ Շարժմանը միացած ուժերից մի քանիսը սեփական խոդով տուն վերադարձավ, վայր դնելով իր մանդատները, մյուս մասն էլ անցավ իր հին գործին։ Ազգային ժողովում ամբիոն տղրդացնելուն եւ միկրոֆոններ ծռելուն։ Ժողովրդի իշխանությունն ամեն կերպ ճանկելու մոլուցքը, սակայն չէր կարող երկար ժամանակ սսկված մնալ։ Շուտով փողոց ու հրապարակ դուրս եկավ Իսկանդերը, ներողություն, արքեպիսկոպոսը, Տավուշի թեմից ու առաջնորդելով սրբազան շարժումը կարգվեց անցումային վարչապետի թեկնածուն։ Ճակատագրի հեգնանքով այս չկայացած վարչապետացուն էլ բախվեց ճիշտ նույն խնդրին, ինչ Սամվել Տաշիրցին՝ երկքաղաքացիության։ Բագրատ Գալստանյանը Կանադայի քաղաքացի էր եւ չէր կարող առաջադրվել փափագելի պաշտոնում։ Իդեպ առաջին անգամ սահմանադրությունը հոգեվորականի ֆիգուրային սազեցնելու մասին խոսվեց հենց այդ օրերին։ Հիմա, որ ժողովուրդը որոշեց սահմանադրության մեջ ներկայություն ունենալ ու երկքաղաքացի մարդուն ասել ինքն էլ կարող է լինել, ձեր ինչ գործն է, դուք պիտի ընդդիմանաք։ Այդ օրերին ազդարարել էր Գալստանյանն ու թեկնածու առաջադրվելու հանգամանքով պայմանավորված ընդհուպ սառեցրել էր իր հոգևոր 30-ամյա ծառայությունը։ Թե ինչպես դասավորվեցին այդ շարժման գործերն ու որտեղ հետո հայտնվեց վարչապետի այս հերթական անցումային թեկնածուն, հանրությունը քաջատեղյակ է։ Փաստորեն անցումային թե չանցումային վարչապետացուի կարգավիճակով իշխանափոխություն անելու ռիսկին այժմ էլ բախվելու է Կարապետյան ընտանիքը։ Սպասենք, տեսնենք։
Ինչ որ բան հուշում է, սակայն, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վերջ են դնելու մեր երկրում անցումային վարչապետացուների էպոխային։ Ժողովուրդը իր քվեարկությամբ հողանցելու է բոլոր տեսակի, ռանգի, գործուղված, գործարկված եւ կամ նոր գործարկվելիք խմբակներին, որոնց նպատակը ոչ թե իրեն ժողովրդին ծառայելն է, այլ պետությունը խմբային կամ խմբակային շահերին ծառայեցնելը։ Բայց կներեք, պետությունը պետք չէ շփոթել տաշիր ընկերությունների խմբի հետ։ Պարզապես պետք չէ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։